Ողջույն բոլորին, այս տեսանյութում ուզում եմ խոսել 1976-ից մինչև 85 թվականների սերնդի մասին, նրանք գիտեն սպասել և գնահատել լռությունը։ Սա 1976-ից 85 թվականներին ծնված սերնդի իրական առանձնահատկությունն է։ Նրանց մասին հաճախ խոսում են կամաց, ասելով, որ մեծացել են դժվար ժամանակներում, եղել են ինքնուրույն և իրենց գլխի տեր երեխաներ։ Ես էլ եմ այդ սերնդի ներկայացուցիչ։ Բայց եթե ավելի ուշադիր նայենք, կհասկանանք, որ սա միայն մակերեսային պատկերացում է։ Իրականում նրանց մեջ շատ ավելի խորը բան կա։ Նրանք, ովքեր մեծացել են 1990-ականներին, կարողանում են մենակությունից ուժ ստանալ, ունեն մեծ համբերություն և կարողանում են ուրախանալ նույնիսկ ամենափոքր բաներից։ Այս ամենը առանց ավելորդ խոսքերի և ցուցադրության է, պարզապես կյանքի փորձից եկած իրական փաստեր են։ Առանձնացրել եմ մի քանի ոլորտներ, որ ցանկանում եմ խոսել։ Բակ առանց լայքերի։ 80-ականների վերջում և 90-ականների սկզբում պատուհանից դուրս աշխարհը փոխվում էր շատ արագ, ավելի արագ, քան տան ներսում ինչ-որ բան կհասցներ հնանալ։ Այս մարդկանց ծնողները հաճախ աշխատում էին մի քանի տեղում, տատիկ-պապիկները ապրում էին ուրիշ քաղաքներում, իսկ սովորական խմբակներն ու զբաղմունքները մեկը մյուսի հետևից փակվում էին։ Երեկոյան դպրոցը, դատարկ սառնարանը և հեռուստացույցը սահմանափակ ծրագրերով սովորական երևույթ էին։ Այսպիսի պայմաններում երեխան սովորում էր ինքնուրույն ապրել։ Ոչ ոք նրան չէր տանում թանգարաններ և ամեն օր չէր ստուգում նրա դասերը։ Բայց նա սովորում էր այլ կարևոր բաներ։ Եթե պայմանավորվել էր հանդիպել բակում ժամը 6-ին, ուշանալ չէր կարելի, դա պատվի հարց էր։ Այդ տարիներին դուրս եկած մարդիկ, որոնց համար խոսքը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած գրավոր պայմանավորվածություն։ Նրանք նաև չեն ճանաչում ձանձրույթից մեռնելը, այդ զգացողությունը, քանի որ չկային գադջեթներ և բազմաթիվ ալիքներ, զարգանում էր երևակայությունը։ Նրանք նկարում էին պատերին, վերանորոգում կոտրված խաղալիքները, նույն գրքերը կարդում մի քանի անգամ։ Այսօր այդ կարողությունը շատ արժեքավոր է։ Նրանք կարողանում են իրենց զբաղեցնել առանց արտաքին խթանների և չեն վախենում լռությունից, քանի որ այն իրենց համար ծանոթ և հասկանալի է։ Միայնություն, որը դարձել է հենարան։ Դժվար է գտնել այս սերնդից մեկին, ով չի հիշում, թե ինչպես էր դպրոցից գալիս դատարկ տուն։ Ոչ ոք չէր հարցնում ինչպես ես, ոչ ոք չէր սիրով մոտենում։ Սկզբում դա վախեցնող էր, հետո դարձավ սովորական։ Բայց այս միայնությունն ունի նաև իր լավ կողմը։ Այն սովորեցրեց մարդկանց լսել իրենց։ Երբ ոչ ոք քեզ չի ուղղորդում, դու սկսում ես հասկանալ քո մտքերը։ Սա դեպրեսիա չէ, սա ինքներդ ձեզ հետ հանգիստ մնալու կարողություն է, առանց վախի։ 90-ականների մարդը կարող է ժամերով կարգավորել իրերը, կարդալ հին նամակներ կամ պարզապես նստել պատուհանի մոտ մի բաժակ թեյով։ Եվ միևնույն ժամանակ չզգալ տխրություն, որովհետև նա գիտի, դադարը ձախողում չէ, այլ ժամանակ իրեն հավաքելու համար։ Այս մարդիկ հազվադեպ են ուրիշների ուշադրությունը փնտրում սոցիալական ցանցերում։ Նրանց պետք չի ապացուցել, որ իրենց կյանքը հետաքրքիր է։ Նրանք կարող են լիարժեք լինել առանց հանդիսատեսի։ Եվ երբ այսպիսի մարդը որոշում է ինչ-որ մեկին թողնել իր աշխարհ, դա գիտակցված և շատ արժեքավոր քայլ է։ Հաջորդը դա համբերություն, որին նույնիսկ վանականները կարող են նախանձել։ Փորձեք այսօրվա դեռահասին բացատրել, որ 1993 թվականին մեկ ուրիշ քաղաքում ապրող ընկերներից նամակը կարող էր գալ 3 շաբաթ հետո, և դա նորմալ էր։ Կամ որ մուլտֆիլմը հեռուստացույցով ցուցադրվում էր օրական մեկ անգամ, հստակ ժամին, և չէիր կարող դադար տալ կամ առաջ տալ։ 1996-ից 85 թվականներին ծնված մարդիկ գիտեն սպասել։ Առանց նյարդայնանալու,
առանց ամեն 5 րոպե մեկ գրելու. դու ուր ես։ Նրանք հանգիստ են տանում հերթերը, թռիչքների ուշացումները, նույնիսկ զրույցի լռությունները, քանի որ իրենց նյարդային համակարգը վաղուց գիտի, արդյունքը միշտ չէ, որ անմիջապես է գալիս, երբեմն պարզապես պետք է սպասել։ Այս հատկությունը այսօր հազվադեպ է թվում, բայց իրականում այն մեծ ուժ է։ Այն օգնում է չկորցնել հավասարակշռությունը։ Այն ընտանիքներում, որտեղ զույգերից մեկը 90-ականների երեխա է, քիչ են վեճերը, մանր հարցերի պատճառով։ Աշխատանքում այդ մարդիկ խուճապի չեն մատնվում, եթե ժամկետները փոխվում են։ Նրանք հիշում են, թե ինչպես էին մանկության տարիներին սպասում ջեռուցմանը, սառը տանը և վերջում այն միևնույն է գալիս էր։ Այդ պատճառով այսօրվա խնդիրները նրանց համար լուծելի են թվում։ Ազատություն առանց վերահսկման, ինչպես մեծացան առանց մշտական հսկողության։ Պարադոքս է, բայց ամբողջական վերահսկողության բացակայությունը այս երեխաներին ոչ թե վնասեց, այլ սովորեցրեց շատ բան։ Նրանք գնում էին լքված շինություններ, միայնակ գնում էին խանութ, ինքնուրույն պատրաստում էին իրենց ուտելիքը։ Սա անտերություն չէր, սա իրական կյանքի փորձ էր։ Մեծանալով նրանք չեն սպասում, որ ինչ-որ մեկը կգա և կլուծի իրենց խնդիրները։ Դարակ ամրացնել, իրենք կանեն։ Հարևանի հետ խնդիր կա, կխոսեն։ Աշխատանքը կորցրել են, կգտնեն նորը։ Նրանք սովոր չեն պատասխանատվությունը ուրիշի վրա դնել։ Եվ դա անում են հանգիստ, առանց լարվածության։ Պարզապես գիտեն, այս կյանքում երաշխիքները գալիս էին միայն քեզանից։ Այս ներքին հենարանը այսօր երևում է որպես հանգիստ վստահություն։ Նրանք չեն աղմկում իրենց հանգստությունների, իրենց հաջողությունների մասին, չեն փորձում ամեն ինչ ապացուցել ուրիշներին, պարզապես անում են իրենց գործը, և հենց դա է գրավիչ։ Կենդանի զրույց առանց սմայլիկների։ Հազվագյուտ հմտություն է մեր տարիքի սերնդի համար։ Նրանց մանկության տարիներին մեսենջերներ չկային, բայց կային հեռախոսախցիկներ, գրություններ, երկար զրույցներ խոհանոցում, թեյի շուրջ։ Նրանք հիշում են կենդանի ձայնի արժեքը։ Այսօր, երբ շատերը բառերի փոխարեն օգտագործում են էմոջիներ, այս մարդիկ կարողանում են իրական զրույց վարել։ Նրանք չեն ընդհատում, որովհետև իրենք էլ քիչ են լսվել մանկության տարիներին, և դա սովորեցրել է գնահատել ուրիշի խոսքը։ Նրանք չեն վախենում լռությունից։ Կարող են հարցնել ինչպե՞ս ես և իսկապես սպասել պատասխանին։ Դրա համար նրանք դառնում են լավ ընկեր և գործընկերներ։ Նրանց կողքին պետք չէ ձևանալ։ Նրանք հեշտությամբ են զգում կեղծիքը, որովհետև մեծացել են միջավայրում, որտեղ խոսքն ու գործը միշտ չէ, որ համընկնում էին, և սովորել են տարբերել անկեղծությունը։ Եթե այս սերնդի մարդուն հարցնես, ինչն էր իրեն երջանկացնում մանկության տարիներին, նա հազվադեպ կասի թանկ նվեր կամ ճամփորդություն։ Ավելի հաճախ կհիշի պարզ բաներ՝ մանդարինի հոտը դեկտեմբերին, մայրիկի շուտ տուն գալը, բակում ընկերների հետ գտած փոքրիկ գանձերը։ Նրանք սովորել են ուրախանալ փոքր բաներից, որովհետև մեծ բաները հաճախ հասանելի չէին։ Եվ այս հատկությունը մնացել է նրանց հետ։ Նրանք կարող են հուզվել հին երգից, տարիներով պահել մի պարզ իր, սիրով նայել հին լուսանկարին։ Գնահատում են, երբ տանը կա ջերմություն, մաքրություն ու հաց, որովհետև հիշում են, որ երբեմն նույնիսկ դա էր դժվար։ Սա ոչ ժլատություն է, ոչ էլ մանկական մտածելակերպ, սա փոքրիկ ուրախանալու և երախտապարտ լինելու կարողություն է։ Նրանք կարողանում են ոչնչից ստեղծել հարմարավետություն։ Պարզ բաներ, ծածկոց, թեյ, հանգիստ նստել իրար կողքին։ Նրանց համար հենց դա է իրական երջանկությունը։ Հանգիստ, առանց աղմուկի ու ավելորդ շքեղության։ Իհարկե, պետք չէ ամեն ինչ գեղեցկացնել։ 90-ականները դժվար էին։ Վախ, սով, անորոշություն, շատերը կորցրին աշխատանքը, առողջությունը, հավատը վաղվա օրվա հանդեպ։ Բայց 1976-ից 85 թվականի սերունդը այդ ժամանակից վերցրեց մի բան, որը հնարավոր չէ գնել կամ ձեռք բերել հեշտությամբ։
Նրանք չեն վախենում միայնությունից, որովհետև սովորել են ապրել դրա հետ։ Կարողանում են սպասել և չբարկանալ հարազատների վրա։ Գնահատում են անկեղծ խոսքն ու ուրիշի ցավը։ Կարող են քիչ միջոցներով էլ ջերմ մթնոլորտ ստեղծել։ Եթե այս նկարագրության մեջ ճանաչում եք ձեզ կամ ձեր ծանոթներին, կարելի է պարզապես ժպտալ։ Ամեն ինչ զուր չէր։ Ամենակարևոր դասը մարդը կարող է մնալ ինքն իրենով, նույնիսկ երբ աշխարհը շուրջը փլվում է, հատկապես այդ ժամանակ։ Այս հանգիստ ուժը նրանց արժանի պարգևն է։